Նշանավոր նկարիչ Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 16-ին Նոր Նախիջևանում։ 1895 թվականին ավարտում է տեղի ուսումնարանը։ 1904 թվականին Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը։ 1915 թվականին աշխատում է հայերին օգնող Մոսկովյան կոմիտեում, մեկնումեջ միածին օգնում գաղթականներին։ 1921 թվականին մշտական բնակություն է հաստատում Երևանում։ Մարտիրոս Սարյանը եղել է Հայաստանի պետական թանգարանի վարիչ, Հայաստանի հնությունների ու գեղարվեստի պահպանման կոմիտեի նախագահ, Հայաստանի նկարիչների միության նախագահ, Նորագույն շրջանի գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր։ 1961 թվականին «Իմ հայրենիքը» նկարաշարի համար արժանացել է ԽՍՀՄ բարձրագույն Լենինյան մրցանակի։ 1901 թվականից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ Մարտիրոս Սարյանը վախճանվել է 1972 թվականի մայիսի 5-ին։ Թաղված է Կոմիտասի անվան Պանթեոնում։ Երևանում բացվել է տուն-թանգարան, ուր գտնվում է նրա ստեղծագործական ժառանգության զգալի մասը։ Սարյանը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ է, ԽՍՀՄ գեղարվեստի և ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի անդամ, սոցիալիստական աշխատանքի հերոս։ Երևանում տեղադրված է արձան, անվանակոչված է փողոց։ Հայաստանի Հանրապետությունում թողարկվել են թղթադրամ և նամականիշ։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հաղորդումը սկսեմ մեր անվանի հայրենակցի հետևյալ խոսքերով։ Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը։ Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է։ Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է համաժողովրդական սիրո արժանացած մեր նշանավոր նկարիչ Մարտիրոս Սարյանին։ Մեր հաղորդման հյուրն է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը։ Բարի գալուստ Տիկին Սոֆյա, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Տիկին Սոֆյա, Մարտիրոս Սարյանը 20-րդ դարում կամ ավելի կոնկրետ խորհրդային տարիներին մեր ամենից ոչ միայն նշանավոր, առավել բոլոր այդ բարձրագույն պարգևներին և կոչումներին, տիտղոսներին արժանորեն արժանացած նկարիչն է, մասնավորապես եղել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի հսկական անդամ, ինչքան տեղյակ եմ, մեր նկարիչներից միակն է, որ արժանացել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման և վերջապես արժանացել այն տարիներին, գուցե դա հիմա ոչ մի բան չի ասում մեր հեռուստադիտողներին, սակայն այն տարիներին Խորհրդային Միության ամենից բարձրագույն մրցանակին, Լենինյան մրցանակին, որը դրանից բարձր մրցանակ չկար։ Եվ այս տեսանկյունից իհարկե մեկ հաղորդման շրջանակում կամ 10 հաղորդման շրջանակում հնարավոր չէ ներկայացնել կամ թեկուզ ընդհանուր գծերով սպառել Սարյան նկարչին, սակայն խնդրում եմ փորձեք հագիրճ գծերով ներկայացնել Սարյանին, առավելևս նա, ինչքան տեղյակ եմ, կերպարվեստի բոլոր ժանրերում, բոլոր ոլորտներում իր մնայուն հետքը թողել է։ Նախ ասեմ, որ ձեր նշված կոչումները չեն, որ բնորոշում են Սարյանին։ Իհարկե։ Սարյանը Սարյան է և այդ կոչումները ստանալու նա բավական դժվար ճանապարհով է հասել, եղել են տարիներ, որ նույն այդ ձեր նշած խորհրդային իշխանությունը իրեն շատ քննադատել է, փորձել է ենթարկել իր պահանջներին, իր թելադրածին, ուզել է ստանալ նկարչից այն, ինչ որ համապատասխանում էր այդ ժամանակվա գաղափարներին, բայց Սարյանը հենց դրանով էլ այսօր մեզ համար արժեք է, որ ինքը մնաց Սարյան։ Եվ իր ճանապարհը նա սկսեց հենց 20-րդ դարի սկզբում, երբ համաշխարհային արվեստում տեղի էր ունենում շատ հետաքրքիր պրոցես, նորացման և կարևոր է նշել, որ Սարյանը իր դերը այդտեղ կատարեց, որովհետև շատ անգամ նշում են, որ նա ինչ-որ նմանություն ունի ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստների հետ, մասնավորապես Գոգենի, Վան Գոգի, Մատիսի հետ, այդ հարցերը Սարյանին էլ են ուղղել և նա անկեղծ ասել է այն մասին, որ երբ 1906-ին Սերգեյ Շյուկինի հավաքածուում նա տեսավ ֆրանսիացիներին, ապա ասեց, ես ուրեմն ճիշտ ճանապարհի վրա եմ, մենակ չեմ
այս ոճում, որը ինձ համար ես զգացել եմ, որ այսպես պետք է նկարել, այսպես պետք է նորացնել, այսպես պետք է ինքնարտահայտվել եւ անշուշտ պետք է մենք գիտակցենք, որ Սարյանի անհատականությունը բավական հզոր էր, որ մենք խոսենք ընդամենը ինչ որ ազդեցության մասին, այն ինչ որ տեղի էր ունենում համաշխարհային արվեստում, դա մի այդպես փաստ է, որը ոչ մի նկարչի վրա չէր ազդում, դա իրանք էին ստեղծում։ Իրանք էին զգացել, ինչքան էլ ազդեցություն լինի, բոլոր դեպքում Սարյանի կերպարվեստը դա տիպիկ հայկական է, ազգային է։ Ազգային է, բայց ինքը սկսեց այդ համաշխարհային process-ից եւ հետո նա բերեց այդ ամենը իր փորձը։ Նա ուրեմն մերձեցրեց հայկական ազգային մշակույթին եւ կերտեց անշուշտ հայ գեղանկարչության նոր դպրոց։ Եվ երբ իրեն հարցնում էին արդյոք կա այդ նմանությունը, նա ասում էր, որ Գոգենն էլ, Վան Գոգն էլ բավական դժվար ճանապարհ անցան, որպես եվրոպացի, որ կարողանան այդ կանոններից դուրս գալ եւ աշխատել ավելի ազատ, գույնը տեսնել մաքուր, բայց իր համար այդքան դժվարություն չկար, որովհետեւ իր ավանդը հայ միջնադարյան արվեստն էր եւ ինքը այդտեղից էլ սերվում էր եւ նա ճանաչեց մեր հայ արվեստը։ Դերից նշած այդ միջնադարի հավատարիմ շարունակող եւ զարգացող։ Որովհետեւ այդտեղ արդեն նա տեսավ մաքուր գույն, պարզ ձևեր եւ դա հիմքն է 20-րդ դարում զարգացող այդ նորագույն արվեստի։ Շնորհակալություն, հարգելի բարեկամներ, այժմ դիտենք վավերագրական կադրեր Մարտիրոս Սարյանի վերաբերյալ եւ շարունակենք մեր հաղորդումը։ Գույն բառը օգտագործեցիք, Սարյանը իր կերպարվեստով, իր պեյզաժներով, ծաղիկներով, մեր լեռնաշխարհի պատկերներով, թե մեզ համար, ինչու՞ չէ, նաև օտարների համար սիրել տվեց, ավելի շատ սիրել տվեց Հայաստանը, Հայաստանի բնությունը, Հայաստանի ծաղիկները, հայկական լեռնաշխարհը։ Այո, շատ անգամ Սարյանին ասում էին, որ այդ գույները չկան, որոնք դուք նկարում եք, որտեղ եք տեսել այդ գունագեղ աշխարհը, ասում էր դա իմ հայրենիքն է եւ հետաքրքիր է որ Սարյանի աչքերով չեն նայել, դրա համար չեն տեսել այդ գույները։ Սարյանը ասում էր նայել աչքերով եւ տեսնել սրտով եւ այն ժամանակ Սարյանի ժամանակ եւ մեր օրերում մարդիկ ծանոթանալով հայ բնաշխարհին համոզվում են, որ նա ընդամենը ռեալիստ է եղել։ Թեկուզ այդքան վառ է նկարել, այդքան գույն է։ Կտավի հեղինակ է։ Մոտավոր 5000 դրանից ավել նույնիսկ։ Ինչի արծեցի, որտեվ Սարյանի կյանքը, ստեղծագործական կյանքը ինքնին մի դարաշրջան է։ Գեղանկարչության մեջ տարբեր տեխնիկաներ են ակիրառել, ջրաներկ, տեմպերա, յուղաներկ, նաև գրաֆիկական գործեր ունի, նաև աշխատել է գրքարվեստի ոլորտում եւ թատերական ձևավորումներ է ստեղծել։ Այդ ասպարեզում իհարկե Սպենդիարյանի Ալմաստի ձևավորումը լավագույն օրինակն էր սարյանական թատերական աշխատանքի։ Բեմանկարչությամբ էլ է հետ կթողել Սարյանը, այսինքն կա այդպիսի մի ոլորտ կերպարվեստում, որտեղ նա սարյանական շունչը չի զգացվում։ Չէ, դե երևի դա է տպագրական գրաֆիկան է, որով չի զբաղվել, գրավյուրայի առումով։ Դե կարծեմ մանրանկարչությամբ էլ է, չէ՞։
Մանրանկարչությունը, այսինքն դա մի առանձին արվեստ է, որը անշուշտ իր հետքը թողել է Սարյանի ոճում, բայց առանձին դա որպես արվեստ ինքը դա միջնադարյան արվեստ է, հենց այդպես կոչվում։ Շնորհակալություն Տիկին Սոֆիա, մեր անվանի հայրենակիցներին, հայրորդիներին ավելի շատ ճանաչում են կամ ավելի շատ նրանք հանրահայտ են որպես իրենց թողած գործով։ Ասենք մեկ գիտնական է, որպես անվանի գիտնական, ճանաչում ենք զուտ ուղղակի որպես գիտնական, քաղաքական կամ ազգային գործչին, ռազմական գործչին նրանց ունեցած այդ դերակատարությամբ ռազմաճակատներում կամ պետականաշինության ոլորտում, նույն արվեստագետներին, եւ այդ առումով Մարտիրոս Սարյանին որպես նկարիչ ենք ճանաչում եւ սիրում, գնահատում, սակայն Սարյանը ինչպիսին էր որպես մարդ, որպես քաղաքացի, որպես հայորդի, առավելևս դուք Մարտիրոս Սարյանի թոռնուհին եք եւ հասկանալի է, որ մի քիչ դժվար է ձեր համար ասել այդ գնահատականը տալ, բայց միաժամանակ նաեւ մյուս կողմից ավելի հետաքրքիր է այդ գնահատականը լսել հենց ձեզնից։ Ես չնայած որ իր թոռնուհին եմ, բայց էլի Սարյանին գնահատել եմ, արժևորել արդեն կողքից մի քիչ հայացքով, որտեղ անձամբ իր հետ չեմ շփվել, եւ կարող եմ ասել մի բան, որ մեզանում այսօր մի հարցադրում կա, որ մարդիկ տեսնում են Սարյանին այդ 20,000-անոց դրամի վրա, կան ինչ-որ ուրիշ ֆոտոներ եւ նույնիսկ արձանում նրա դեմքը բավական խիստ է եւ մարդիկ կարծում են արդյոք նա այդպես ինքնահավան նույնիսկ այո անբարյացակամ մարդ է եղել, բայց բոլորին այդպեսին չի եղել, ափսոս որ երևի լուսանկարները չեն կարողացել լիովին այդ կերպարը նկարչի պատկերել, նա շատ հումորով, շատ կենսասեր մարդ էր եւ ի կենցաղում էր դա արտահայտվում, անընդհատ եւ ամեն առումով նա կարող էր ինչ-որ հումորային այդպես ակնածանքներ անել։ Հարգելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ դիտենք կադրեր վավերագրական, դադար տանք Սարյանի հետ հանդիպելով եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Մի անգամ գնացել էր գյուղ, Արարատյան դաշտ։ Ճանաչում էին իր ժողովուրդն ու նրա նկարիչը։ Հետաքրքրվեցին, պատմեց. Իմ ստեղծած դիմանկարում ամենից առաջ ես ուզում եմ տալ ոչ թե արտաքին նմանությունը, այլ տվյալ մարդու ներքին էությունը, նույնը եւ բնանկարում։ Ամեն մի բնապատկեր իր բնավորությունն ունի, իր գունային կենսական իմաստը։ Ոչ, ես ընտրում եմ այն գույնը, ինչը տեսնում եմ ինքս։ Նա միշտ տեսել է իր երկրի բարիքների առատությունը, ժողովրդի հանճարը։ Շատ եմ լսել, որ երիտասարդ սկսնակ նկարիչներին համար մեկ հովանավորը կամ այդ արվեստի ոլորտ, կերպարվեստի ոլորտ ճանապարհ բացելու առաջին այդ ոգևորողը հենց եղել է Մարտիրոս Սարյանը։ Այո, եւ նա հիմնականում փորձում էր դրական ինչ-որ Մինաս Ավետիսյանին եւ ուրիշ շատ այո, արտահայտել, նույնիսկ հիշում եմ, որ հայրս պատմում էր մեկ-մեկ
անդադ դիմում էին անշուշտ ցույց էին տալիս իրենց աշխատանքները, երիտասարդ նկարիչները եւ մի անգամ նույնիսկ հայրս ասում է դու իրոք հավանեցիր այդ տղայի գործերը, բայց Սարյանը շորը գալիս ասում է դե երիտասարդ է, պետք է մի բան ասել, որ շարունակի, չի կարելի ոգևորել, այո, եւ ինքը նման դիրքորոշում ուներ եւ միշտ էլ փորձում էր շատ այդպես գործնական խորհուրդ տալ եւ նույնիսկ եթե մի բան չէր հավանում, նա ուղղություն էր տալիս։ Մեր հերոստատիտողներին հիշեցնեմ հետեւյալ փաստը 1915 թվականին Հացեղասպանության տարին Սարյանը աշխատել է հայերին օգնող Մոսկովյան կոմիտեում եւ իր պարտն է համարել մեկնել, ասենք գալ Էջմիածին եւ այնտեղ այդ օրնի բուն իր մասնակցությունը բերել հայ գաղթականներին, որբերին, մանուկներին օգնության կազմակերպան գործում եւ այդ անքուն գիշերների եւ իհարկե այդ տեսած այդ ամենի ծանր տպավորությունի տակ նա խորը հոգեկան ցնցում էր ապրել եւ միմիայն Հովանես Թումանյանի այդ հորդորի ձև համոզելուց հետո Սարյանը համաձայնվել է տեղափոխվել Թիֆլիս հիվանդանոց, որ գոնե մի քիչ կազդուրվի այդ ամենից։ Այսինքն դա էլ է խոսում Մարտիրոս Սարյանի որպես հայի, որպես հայրենասերի այդ կեցվածքի մասին։ Այո, նա իրոք եկավ Էջմիածին 1915-ի ամռանը, որպեսզի անձամբ լինի Հայաստանում եւ կազմակերպի օգնություն, բայց շատ դժվար էր դա անել եւ իր հրառումներ իմ կյանքից նա նշում է, որ անդադ մահանում էին մարդիկ, համաճարակեր չէին հասցնում դեղորայք կամ այլ մթերքներ հասցնել եւ եկեղեցու մայր տաճարի պատերի տակ մի կին էր նստած իր 4 երեխայով եւ ամեն օր մեկին կորցնում էր եւ նրանց պատանք էր կարում իր հագուստներով, վերջինին էլ արդեն իր մազերով եւ այդ էր վերջին այդ տեսարանը, որ Սարյանը տեսավ եւ այդպեսի խորը ցնցում ապրեց, բայց իր արվեստում երբևէ ոչ ողբերգություն ենք տեսնում, ոչ այդ ճնշող ապրումները, հակառակ նա համարում էր, որ արվեստը պետք է այն ուժը լինի մարդու համար, որ օգնի նրան չկորցնել հավատը կենսախնդությունը նրան հատուկ նաև արվեստում է դրսևորվել։ Այո, նա հավատում էր, որ արվեստը այդ ուժը ունի եւ նկարում էր ծաղիկներ։ Տիկին Սոֆիա, տեսեք, ինքս արվեստագետ չլինելով հայրենասիրությունից ենք խոսում կամ փորձում ենք Սարյանին ներկայացնել որպես հայրենասեր մարդ, հայրենասեր քաղաքացի, հենց Սարյանի արվեստը ամբողջությամբ ներկայացնում է Հայաստան աշխարհը, Հայաստանի բնությունը, Հայաստանի այս գեղեցկությունները, հրաշալիքները եւ դա ինքնին արդեն հայրենասիրություն է։ Անշուշտ գովազդել, քորմեստի միջոցով գովազդել եւ հպարտության զգացում առաջացնել թե քո հայրենակիցների եւ ինչու՞ չէ նաեւ օտարների շրջանում։ Թեկուզ եթե դիտենք այն փաստը, որ երբ նա եկավ Փարիզ 1926-ին, իր թեման անփոփոխ մնաց Հայաստանը։ Էլի նկարում էր հայ բնությունը, հայ մարդկանց, որոնք ապրում էին Փարիզում, այսինքն իր թեման անփոփոխ հայությունն էր, Հայաստանն էր եւ նա գիտեր, որ հենց այս թեմայում, այս ասպարեզում նա կկարողանա լինել Սարյան, լինել ինքնատիպ, լինել ինքը, որովհետեւ դա կապն է իր հայրենի հողի հետ։ Տիկին Սոֆիա, իհարկե նաեւ չեմ կարող չօգտվել այն հանգամանքից, որ այսօրվա մեր հաղորդման հյուրը դուք եք եւ պիտի խնդրեմ ձեզ ներկայացնեք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը։ Ինչով է ապրում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, ինչ հետաքրքիր ցուցադրություններ, ցուցանմուշներ կան, որ մեր հայրենակիցները առավել հետաքրքրություն առաջանա, առավել ակտիվ այցելեն եւ իհարկե ծանոթանան Սարյան մեծ նկարչին եւ Սարյան հային եւ Սարյան քաղաքացուն։ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը արդեն 50 տարվա պատմություն ունի եւ նրանով է նա առանձնացում 50 տարվա կենթանության օրոք է դեռևս ստեղ։ Այո, անցյալ տարի 50-ամյակն էինք նշում թանգարանի եւ հենց դրանով է հետաքրքիր, որ ուրեմն թանգարանի մի մասը դա նկարչի հենց առանձնատունն է, որտեղ նա ապրել է 1932 թվականից եւ դրա վերևում գտնվում է արվեստանոցը եւ նկարչի կենթանության օրոք այդ իր տան շուրջը կառուցվեց թանգարան եւ վերջին իր 5 տարի, իր կյանքի 5 տարին նա ապրեց տուն թանգարանում։
եւ այդպես որ շունչը իր կա այդտեղ Այսինքն այցելուն կարող է սարյանական շունչը տուն թանգարանում զգալ։ Այո, նույնիսկ ցուցադրությունը արդեն կազմակերպված է այնպես, ինչպես որ ինքն է որոշել, այսինքն ժամանակագրական կարգով նա ուզում է ներկայացնել իր արվեստի զարգացման ընթացքը, իր որոնման ընթացքը եւ այսօր այցելուները կարող են տեսնել եւ իր արվեստանոցը, եւ բնակարանը, ծանոթանալ եւ աշխատանքային իր մթնոլորտին եւ կենցաղին եւ ընդհանուր Ինչպես է ապրել, ինչպես է ստեղծագործել Սարյանը։ Ապրում է շատ ակտիվ կյանքով, մեզ այցելում են եւ աշակերտներ եւ ուսանողներ եւ անշուշտ զբոսաշրջիկներ։ Այսինքն օտարների կողմից նույնպես բավականին մեծ հետաքրքրություն թանգարանի նկատմամբ։ Եվ բավական հետաքրքիր նոր միջոցառումներ են կանում, այ բոլոր վերջերս 3-4 օրը մեզ մոտ եղավ իմերսիվ ներկայացում, որ կազմակերպվել էր փոքր թատրոնի ստեղծագործական խմբի կողմից եւ աջակցությամբ ամերիկյան դեսպանատան, ուրեմն դա մի հետաքրքիր մոտեցում էր, որտեղ միանում է արվեստը եւ թատրոնը, նրանք ստեղծել էին մի յուրահատուկ կուպ եւ այդտեղ ներսում էր կենթանի Սարյանը, նրա դեմքին նկարել էին արևի շողերը, ինչպիսին մենք Սարյանին տեսնում ենք իր ինքնադիմանկարում եւ նա հանկարծ կենթանանում դուրս էր գալիս այդ ուրեմն նկարի մեջից եւ ուղեկցում էր այցելուներին դեպի իր Հայաստան պանոն նկարը եւ այդտեղ սկսում էր ներկայացնել իր արվեստի աշխարհը եւ նրանց աչքի առաջ ծնվում էր այդ պանո աշխատանքը մի այսպիսի մոտեցում էր որ այսօրվա տեխնիկական միջոցների օգտագործմամբ ուրեմն ավելի կարծես մոտեցնում են իր արվեստը ավելի իր գաղափարները այո Մարտիրոս Սարյանի տուն թանգարանին մաղթենք հետագա հաջողություններ հատկապես այդ օջախը միակ այդ Մարտիրոս Սարյանի տուն թանգարանը միակ օջախն է որտեղ այցելուն կարող է ծանոթանալ հպարտանալ ոչ միայն Մարտիրոս Սարյանի կերպարվեստով, այլև զգալ անմիջապես սարյանական շունչը։ Այո, մենք սիրով սպասում ենք մանավանդ, որ այս հուլիս-սեպտեմբեր ամիսներին մենք աշխատում ենք առանց ազատ օրերի, միշտ բաց ենք 11-ից 6-ը համեցեք։ Բոլոր հայրենակիցներին հորդորում ենք, որպեսզի բոլորը անպայման այցելեն Մարտիրոս Սարյանի տուն թանգարան։ Եվ հաղորդման վերջում դիտենք երրորդ դադարը Մարտիրոս Սարյանի կտակը, լսենք նրա ձայնը, պատգամը եւ խորհուրդ խորինը ուղված իր սիրելի ժողովրդին։ Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ։ Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսում։ Ինչ է կյանքը։ Մի գեղձի մարդիկ դուրս է գալիս ծովից, անցնում են գեղձի վրայով և նորից մտնում են ծովը։ Եվ այս գաշ կյանքը, որ մարդ ապրում է, անվերջություն է թվում։ Աշխարհ, ինչ բազմակողմանի խոսք, հավերժություն, անսահմանություն։ Մենք կապված ենք արևին, սիրենք կյանքը, սիրենք լուսավորը, սիրենք համերաշխությունը, սիրենք սերը։ Տիկին Սոֆյա, եւս մեկ անգամ
անգամ շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Այսօր մեր հայրենակիցները հերթական անգամ ծանոթացան Մարտիրոս Սարյան 20-րդ դարի մեր ամենից անվանի եւ ամենից սիրված ժողովրդական նկարչին ու եւ հայրենասերին Մարտիրոս Սարյանին։ Հարգելի հեռուստադիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Մարտիրոս Սարյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։